Աշխարհում ձևավորված հատկացած պետության գործառույթները պահպանել է որոշակի գործառույթներով, տնտեսական, պաշտպանական, քաղաքական և ևս մի կարևոր գործառույթ գաղափարախոսության անկախությունը և սոցիալական արդարությունը։ Աշխարհում ձևավորված հատկացած պետություն իր գործառույթները պահպանել է որոշակի գործառույթներով, տնտեսական, պաշտպանական, քաղաքական և ևս մի կարևոր գործառույթ գաղափարախոսությունների գործառույթն է, այն պետական, քաղաքական ուղղվածությունից ուժ, այն արդեն սոցիալական, ժողովրդավարական սկզբունքները, դաշնակցությունը իր պատմության ընթացքում հաճախ հանդես է եկել հեղափոխական և զինված պայքարի գաղափարներով, նպատակ ունենալով ապահովել հայ ժողովրդի քաղաքական անկախությունը և սոցիալական արդարությունը։ Ժողովրդային պատերազմը դիտարկում են որպես հեղափոխություն, պատերազմի հետևանք, մի հարց ուղղեմ ձեզ, ինչ է կարծում, եթե չլիներ ֆաշիստական գաղափարախոսությունը և ֆաշիստին կարևորող Հիտլերը, արդյոք կլիներ համաշխարհային երկրորդ պատերազմը։ Սպիտակամորթ, հարուստ ընտանիքում թեհավքած։ Եվ ևս մի իրողություն կարևոր կա, որ մարդուն սոցիալական միջավայրն է դարձնում անհավասար, օժտում իրավունքով կամ զրկում դրանից։ Հույս ունենանք, որ միայն մարդկությունը կապի հավասար պայմաններում գաղափարախոսությունը կգտնի ավելի խաղաղ, իսկ գաղափարախոսության արդյունքները կբխեն հասարակության շահին։